Շարունակում է լույս առավոտին եւ այսպես մարտի 24-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում Զարթոնք համերգային ընկերությունը կազմակերպում է Աշուղ Ջիվանու 180-ամյակին նվիրված համերգ։ Ինչի եւ սպասվող մյուս միջոցառումների մասին խոսենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է Զարթոնք համերգային ընկերության տնօրեն Անդրանիկ Մանուկյանը։ Բարի լույս, պարոն Մանուկյան, շնորհակալ ենք շատ, որ ձեր ժամանակից հատկացրել եք մեզ եւ օրը սկսել եք մեզ հետ։ Բարև ձեզ, բարև բոլոր հեռուստադիտողներին։ Այս տաղավարը իմ համար շատ հոգեհարազատ տաղավար է։ Հենց հրավեր եմ ստանում այս տաղավարից, մեծ ուրախությամբ եմ այցելում, որովհետև տաղավարա, որտեղ կա ջերմություն, որտեղ կա ազնվություն եւ չկա այս հատկապես այս հաղորդման ժամանակ նեղ քաղաքականություն, կա մշակույթ, գեղեցկություն եւ արվեստ։ Եվ շնորհակալ եմ հրակերկին անգամ հրավերի համար։ Շատ լավ, պարոն Մանուկյան, ինձ իրեք ինչն է հետաքրքիր, ես ամեն անգամ նայում եմ, Աշուղ Ջիվանու մոտ 800 ստեղծագործությունն ունի, որից որ հրապարակված, տպագրված մոտ 500-ն են, եւ եթե չեմ սխալվում իհարկե թվի մեջ, այս շատ հետաքրքիր է ինչպես է ընտրվել ծրագիրը, որովհետեւ իր ստեղծագործություններից ընտրել իմ կարծիքով շատ բարդ է։ Այս կամ այն մեկը առանձնացնել կամ չներառելը։ Ասեմ ձեզ, այս երեկոն կազմակերպելու այս միջոցառումը անդրադառնալու մեծ Աշուղի 180-ամյակին տարբերակներ մտածեցինք եւ հասկացանք, որ իրոք ճիշտ եք նկատել, շատ դժվար է ընտրությունը, այո, կան երգեր, հայրենիքից ջուրը, քանքարավոր ընկերը, բայց այդ 4-5 հայտնի երգերով չես կարող ծրագիր ստեղծել։ Դրա համար մտածեցինք, որ ամենաճիշտը կլինի լավագույն աշուղագետ, լավագույն ջիվանագետ Թոմաս Պողոսյանին, ով ցավոք այսօր վատ առողջ էր։ Առողջություն ենք մաղթում, առողջություն պարոն Թոմաս Պողոսյանին։ Իր օգնությամբ այդ ամբողջ ծրագիրը ձևավորվելու է, որովհետև պարոն Պողոսյանը լավ գիտի, որ երգը հնչեցնենք բեմից, որը ուղղակի կարդանք որպես բանաստեղծություն Աշուղ Ջիվանուց, այնպես որ ծրագիրը հիմնականում կազմում ենք մենք, բայց գեղարվեստական մասը ամբողջությամբ պարոն Պողոսյանի որոշածն է եւ ինքն է երգերը ընտրել իրենց հերթականությունով։ Եվ ասեմ, որ բացի Ջիվանու երգերից, որոնք հնչելու են, լինելու է նաև Ջիվանու պոեզիան, այն գործերը, որոնք շատ լավն են, հոգեհարազատ են, արդիական են, բայց ափսոս է, որ դուրս մնա, այդ գործերը կարդալու է մեր տաղանդաշատ ասմունքող Մերեկ Մարգարյանը, արդեն դա ոչ երգի տեսքով, պոեզիայի տեսքով, որովհետև Ջիվանու գրածները ոչ միայն երգվի, նաև հրաշալի պոեզիա է որպես այդպիսին։ Դե երեկոն էլ երևի գովազդից տեսակ, որ վարում է վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, իդեպ ասեմ Զարթոնքի ամենամեծ ձեռքբերումը նա է, որ 35 տարի շարունակ աշխատում ենք այսպիսի մարդկանց հետ, Թոմաս Պողոսյան, Սարգիս Նաջարյան, անցյալում Վլադիմիր Աբաջյան, Ազատ Կասպարյան, անուններ, ում անունների փայլը, փառքը անդրադարձել է նաև Զարթոնքի վրա։ Դրա համար այսօր Զարթոնքը, երբ որ փողոցում կամ ինչ-որ մեկին հարցն է Զարթոնք, անմիջապես հասկանում են ժողովրդական, դասական կամ պոեզիա։ Ասենք չի կարող Զարթոնքը ասոցացնել ինչ-որ ռաբիզմի տգեղության հետ, ինչու, որովհետև մեր գործընկերները հայոց մարդիկ են եղել, ում հետ մենք անցել ենք ճանապարհ։ Պարոն Մանուկյան, այսօրվա երիտասարդությունը որքանով է կապվում աշուղական երաժշտության հետ եւ արվեստի հետ։ Ես ասեմ, դրանում կհամոզվեմ համերգի ժամանակ, ես դահլիճը կնայեմ, կտեսնեմ ինչքանով է երիտասարդությունը ներկա, ինչքանով են տարեցները։ Կարծում եմ երիտասարդությունը այդքան էլ շատ կապված չի ցավոք սրտի, բայց տենդենս կա, որ տեսեք ով կմտածեր, որ Աշուղ Ջիվանու նվիրված ժողովրդական, չի ասենք աշուղական միջոցառումը կանցկացնեինք Լեփլեցուն դահլիճով, ճիշտ է։ Հիմա տեսեք, եթե մտնի մարդը ուզենա տոմս ձեռք բերի, կտեսնի հատուկենտ մեկ մեջ իրարից կտրված տոմսեր մի քանի տեղ, որը կարծում դա էլ այսօր չի լինի։ Ուզում եմ ասեմ, որ երիտասարդությունն էլ կարող է համերգի ժամանակ կտեսնեմ եւ ես եւ կարծում եմ կտեսնեք ինքներդ, որովհետեւ ես ձեզ ուզում եմ
հրավիրատոմս եմ ձեզ փոխանցում։ Շնորհակալ ենք շատ։ Այո, եւ համերգի որակի եւ ձեր տված հարցի պատասխանը թե ինչքանով երիտասարդները ներկա կլինեն, ինքներդ կհետևեք, հանկարծ այնպես չստացվում, որ միակ երիտասարդը դուք եք դառնիչում։ Շատ լավ, պարոն Մանուկյան, գիտեք, ես երբ որ ընթերցում էի Աշոտ Ջիվանու մասին, այնտեղ գիտեմ մի հատված, որտեղ բնութագրվում էր հիմնականում իր ստեղծագործությունը, այսինքն Աշոտ Ջիվանու ստեղծագործությունները հիմնականում սոցիալական բողոքի, հայրենասիրության, մարդկային բարոյականության մասին են, այսինքն եթե ոչ երիտասարդության կողմից, բայց մեծամասնության կողմից արդի եւ ընդունված ստեղծագործություններ են։ Այս համերգները նաեւ իրենց մեջ ըստ իս երկուսը մեկում են, նաև կտան հնարավորություն երիտասարդությանը եւ այլ մյուս հայրենակիցներին մեր, ովքեր որ ցավոք սրտի ծանոթ չեն մեր մեծանուն հայերին։ Այսինքն ոչ միայն լավ երեկո, հագեցած երեկո, նաև առավելություն, նաև ես վստահ եմ, որ կտեսնենք միգուցե շարքերում տուրիստների արտասահմանից եկած մարդկանց, Չի բացառում, այո, հետաքրքրված են մեր մշակույթը։ Ասեմ, որ քանի ունենք այս պահին հնարավորություն ուղիղ եթերում երիտասարդներին էլ կոչ անենք մեր եւ ձեր անունից թող փորձեն մոտ լինեն այս երաժշտությունը եւ այս տեսակի երաժշտությանը, պոեզիային, ազգային երաժշտությանը եւ կհամոզվեն, որ իրանք չեն սխալվել, որովհետեւ օտարինը մերը չի, դա Ջիվանին խոսք ուներ, կակրած հնչելու է մեր երեկոյի ժամանակ, ասում օտարներու լավ բաները սովորենք, այր ոչ թե վատ գործերին հետևենք։ Եթե կա օտարի մոտ մի լավ բան, իհարկե ընդօրինակենք, բայց ունենանք մերը, մեր ազգայինը, պահենք մերը, որովհետև ես երբ որ թերթում եմ մեր մեծերին, ասում եմ մի տեսակ մոտս ոչ թե չասեմ խիղճ, այլ բան է առաջանում, լավ, որ ֆրանսիացիները սևակ չունեն, ոնց են իրանց լավ, որ իհարկե նրանք էլ շատ մեծեր ունեն, աշխարհարչակ մեծություններ, բայց մերը մի տեսակ ուրիշ է, որ կարդում ես Ջիվանի, Սևակ, Սահյան, ասում ես, որ ուրիշները չունեն այս իրանց ոնց են առանց Շիրազի, առանց Սևակի, առանց մյուսի։ Այնպես որ մեր մեծերը շատ մեծ են, կարող է դա մեր համար են այդպես են կալվում, բայց իրոք մեր մեծը շատ մեծ է, հատկապես Ջիվանին, որ անդրադարձակ, այո, Ջիվանու գործերը, եթե հիմա հեռուստացույցի մոտից մարդը հեռանա եւ վերցնի Ջիվանու գիրքը, կարծում եմ բոլորի տները կա։ Եթե ընթերցեն մի քանի գործ կհասկանան, կարծես թե Ջիվանին ապրում է հիմա մեր հետ։ Գրվածները շատ արդիական են բոլոր թեմաներով եւ հայրենասիրության եւ խոհապիլիսոփայության բոլոր առումներով, թե եւ սիրո Նաև պահանջի վերաբերյալ փաստում են այն, որ տոմսերը շատ արագ սպառվում են, կարելի ասել սպառվել են արդեն, մի քանի տոմս է մնացել։ Այս միջոցառմանը կարելի ասել սպառվել են, նոր ասացի, որ հատուկ են տեղեր են մնացել, դա ուրախացնում է, ոչ թե ուրախացնում, որ մեր տոմսերը իրացվեցին, ուրախացնում, որ երևույթը այդպիսի պահանջված է եւ այդպիսի ընդունելություն կա ժողովրդի մոտ, իրոք չէինք սպասում, բայց պատասխանը ոչ կա։ Պարոն Մանուկյան, այսպիսի հետաքրքիր եւ ֆանտաստիկ համերգային ծրագրեր կազմակերպելիս ինչպիսի դժվարություններ են լինում այդ ճանապարհին։ Կողքից նայելուց շատ հեշտ եւ գեղեցիկ զբաղմունք է, աշխատանք է, բայց ասեմ, որ շատ բարդ է, իհարկե ցանկացած աշխատանք իր մեջ դժվարությունները, բարդությունները, խոչընդոտները մենք էլ մեր հերթին ունենք բարդությունները, որոնք սիրով եւ ավելին ասեմ հաճույքով հաղթահարում ենք, որովհետեւ մենք սիրում ենք այն ինչ որ անում ենք եւ ունենք պատասխանատվություն մեր արածի հանդեպ, ինչու որովհետեւ զարթոնքի հանդիսատեսը թող որպես կոմպլիմենտ չհնչի, իրենց հետ շատ դժվար է լավ առումով, որովհետև իրենց չես կարող վատ բան մատուցել, անմիջապես պատասխանը հետ կգա։ Դրա համար, երբ որ մենք կարող ենք այս տեսակի հանդիսատեսին բավարարենք իր մշակույթային պահանջները, մեր ամենամեծ դժվարությունը դա է։ Երբ որ մենք դա համարում ենք բավարարված, զգում ենք, որ մարդը գող կլինի, արդեն մեր մեծ դժվարությունը դա է եւ հիմնականում դժվարությունը տոմսերի իրացումն է լինում, ինչպես բոլոր համերգային ընկերություններում, այնպես էլ մեր մոտ
այդ առումով կաղում ենք, բայց փորձում ենք գտնել ճանապարհներ, թե գովազդի, թե եթերների, թե մեր կապերի տարբեր միջոցներով փորձում ենք ապահովել եւ փորձում ենք դեռ պահել այն, ինչ որ պահում ենք 35 տարի։ Զարթոնքը մի մեծ ընտանիք է, որտեղ կան, ինչպես որ պարոն Թոմաս Պողոսյանը եւ շատ այլ վաստակավոր ու հայտնի արտիստներ կան, ովքեր որ այս ընտանիքի անդամ են։ Ու Զարթոնքը այս երկար տարիների ընթացքում մշտապես կատարել է հիանալի իր առաքելությունը, մշտապես անդրադառնալով մեծանուն հայերի։ Մենք բազմիցս խոսում ենք, որ ինչպես որ դուք նշեցիք, ինչպես Ֆրանսիայում, Իտալիայում իրենց մեծանուն արտիստներին, արվեստագետներին անդրադառնում են, որովհետև միգուցե շատ ժամանակակից բառով եմ ասում, բայց շատ լավ են զբաղվում իրենց գովազդով եւ իրենց հասարակությունը, երիտասարդությունը նամանավանդ շատ լավ ճանաչում են կամ գոնե ծանոթ են այս կամ այն ստեղծագործություններին։ Զարթոնքը եւս այսքան տարիների ընթացքում մշտապես զբաղվել է այս ամենով եւ այս տարի ապրիլին արդեն ունենք մեր մեծանուն Համոսահյանին նվիրված երեկո, այ կուզեմ անդրադառնանք այս երեկոյին։ Ուրեմն նախ ասեմ, որ ճիշտ եք նկատում, շատ երկար տարի է, որ Զարթոնքը զբաղվում է հիմնականում գրական երաժշտական երեկոներով եւ երկար տարիներ ասես հայերեն չասեմ կոնկուրենտ, այսպես որպես այդպեսին չկար, որպես կային մարդիկ, որ ամեն մեկը իր երեկոն, բայց որպես համերգային ընկերություն, որ զբաղվեր հենց պոեզիայով, կարծես թե չկար, բայց վերջին ժամանակներից ես նկատում եմ գովազդներից, որ կան ընկերություններ, կազմակերպություններ, որոնք արդեն նույնիսկ վերափոխված, նույնիսկ պոեզիայի թատրոններ արդեն կան։ Դա ուրախացնում է, այո, ուրախացնում է, իհարկե իրենք Զարթոնքին չեն խանգարում, ընդհակառակ օգնում են, որովհետև երբ որ դու մենակ ես մի բան անում, միշտ թվում է թե դա ամենալավն է, բայց երբ որ կան կոնկուրենտ մրցակիցներ, արդեն դու փորձում ես մի քիչ ավելի զգուշավոր լինել, որ հանկարծ ինչ-որ տեղ չզիջես։ Ինչ որ մնում է ամսի 14-ին, այո, ամեն տարվա ապրիլի 14-ին դա Համոսահյանի ծննդյան օրն է եւ ամեն տարի այդ օրը մենք կազմակերպում ենք Սահյանի երեկո, իհարկե Սահյանի բոլոր հոբելյանները եւ բոլոր Սևակինը, Թումանյան, բոլոր մեծերի հոբելյանները մենք նշում ենք առանց բացառության եւ այս ծննդյան օրն էլ պետք է բաց չթողնենք, որտեղ սա ոնց որ հերթական պարտականություն եւ եթե գովազդը թերթեք կտեսնեք, որ ծանր խոսքարվեստի ծանր հրետանին ենք բեմ հանել, որտեղ այնտեղ կա վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, խոսքարվեստի վարպետ Արսեն Ղազարյանը, Նարեկ Մարգարյանը, Նարեկ իհարկե դուետ կանի Գարունա Երանոսյանը, նոր անուն է, մի քանի միջոցառում է մեր մոտ, բայց շատ խոստումնալից երիտասարդ աղջիկ է, երգերը Սահյանի չէին կարող դուրս մնալ, տիկին Լեյլա Սարիբեկյանը նորություն ունի, դեռ ինքներս էլ չենք լսում։ Անակնկալ, այո, Սահյանի խոսքերով երգ ունի հնչեցնելու մեր Արսեն Գրիգորյանը, Ասոն Պասկևիչյանի լավագույն երգերը Սահյանի խոսքերով, այնպես որ շատ հրաշալի երեկո է սպասվում եւ կարծում եմ, որ ինչպես միշտ այս անգամ եւս հանդիսատեսի շնորհակալական զանգերի տեղատարափքում ունենք։ Շնորհակալ ենք շատ, վստահ եմ, որ այս անգամ եւս տոմսերը շատ արագ կսպառվեն, որովհետեւ նմանատիպ երեկոների կարիքը ունենք յուրաքանչյուրս եւ վստահ եմ, որ այս տարվա ընթացքում ինչպես միշտ, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս շատ հագեցած կլինի։ Շնորհակալ ենք ձեզ շատ, պարոն Մանուկյան, ցավոք սրտի մեր ժամանակը սուղ է եթերի համար։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր հյուրն է Զարթոնք համերգային ընկերության տնօրեն Անդրանիկ Մանուկյանը, իսկ մարտի 24-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում Զարթոնք համերգային ընկերությունը կազմակերպում է Աշուղ Ջիվանու 181-ին նվիրված համերգը։ Շտապեք, որովհետև տոմսերը սպառվել են, կարելի ասել մի քանի տոմս է մնացել, բայց դուք կհասցրեք ձեռք բերել ձեր տոմսը ու կարծում եմ այդ երեկո կհանդիպենք այնտեղ արդեն բոլորով եւ կվայելենք այս շատ սպասված համերգը։ Շնորհակալ ենք շատ։ Կրկին անգամ շնորհակալություն, հուսամ, որ էլի կհյուրընկալվենք հրաշալի տաղավարում։ Շնորհակալ ենք շատ։ Դե ինչ, այսքանով ավարտվեց մեր լույս առավոտին, վաղը տաղավարում կաշխատեն մեր մյուս գործընկերները, մենք հանդիպենք հաջորդ շաբաթ, իսկ դուք մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ, ձեզ լավ օրվա շարունակություն եւ առջևում կամաց մոտենում են արդեն հանգստյան օրերը, ձեզ լավ հանգստյան օրեր։